Եթերում մեր շոու նախագիծն է, մեր բակից։ Այմ արտետին չեմ կա, չեմ ասկանում, պարավատու է հետ խանակ տեր։ Սալեք են սանակ ամոս, ամոս, որը դու վաղ շետենոցի ներսվեք տամ պիսո։ Հայլում են փողոցով մի աղջիկ սիրում, վարդերը գիրքն առած դարձել էր գալու, շտալով ինձ նայեց, անոթել կարծեց, ես տեսա սիրեցի, ասես զարմանքեց։ Հայլում են փողոցով մի աղջիկ սիրում, վարդերը գիրքն առած դարձել էր գալու, շտալով ինձ նայեց, անոթել կարծեց, ես տեսա սիրեցի, ասես զարմանքեց։ Կաբույտ անչերը Ողջույն Հայաստան, ողջույն Արցախ, ողջույն Լոս Անջելես և աշխարհի այն հայությանն են ողջունում, ով այս պահին ամենայն ուշադրությամբ հետևում է ամենաժողովրդական նախագիծը մեր բակից, իհարկե մեր շոուն։ Ունեցեք բարձր տրամադրություն, քանզի այդ ամենը մենք այստեղից ձեզ փոխանցելու ենք, աշխատում ենք ուղիղ եթերում և իհարկե ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ անհամբերությամբ սպասում ենք ձեր բոլոր հեռախոսազանգերին։ Որովհետև այսօր նույնպես մի շատ հետաքրքիր թեմա ենք այսօր քննարկելու։ Մի քանի օր առաջ հենց այս բակի բնակիչները անցնում էի այս բակի մոտով, ինձ ասացին, որ շատ են խնդրում պարզապես եկեք քննարկենք մի փոքր զոքանչների մասին։ Ես ասացի, որ 3 կիսուրներն էին, այսօր զոքանչները, ինչ ենք ուզում նրանցից։ Ոչինչ, միայն եւ միայն խաղաղություն եւ ամենակարևորը քննարկում։ Քննարկում ենք այսօր զոքանչներին, ընդհանրապես փեսաները սիրում են զոքանչներին, մոտավորապես այսպիսին է հարցը այսօրվա։ Այն փեսաները, ովքեր որ սիրում են իհարկե իրենց զոքանչներին, հնարավորությունը տրված է, կարող եք զանգահարել, մենք աշխատում ենք ուղիղ եթերում։ Իսկ այն փեսաները, ովքեր որ այդքան էլ լավ չեն զոքանչների հետ, բացատրեք ինչու, ինչ են նրանք ձեզ արել։ Համենայն դեպս մեր զոքանչների մասին է այսօր թեման լինելու այս եթերում։ Եվ իհարկե, սիրելի հեռուստադիտողներ, նորից ու նորից մենք պետք է մի պահ տեղափոխվենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Լոս Անջելես քաղաք, որտեղ մեր շոու հեռուստածրագրի շրջանակներում վերջերս հյուրընկալվել էր այս բակի բնակիչ, կնական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Զոնքաջաբանական քոլեջի տնօրեն, համենայն դեպս նա այդպես է իրեն պաշտոնել, այսպես։ Պարոն Ասկանազը, տեսնենք, թե ինչ է պատասխանում մեր շոուի շրջանակներում նա այս հարցին, որից հետո վերադառնանք և շարունակենք մեր եթերը։ Դե ինչ, տեղափոխվում ենք մի պահ Միացյալ Նահանգներ։ Գնացինք։ Այսօր զրուցում ենք զոքանչների մասին, ինչ է կարծում արդյոք փեսաները սիրում են նրանց թե ոչ, եւ ասեմ, որ այսօր ինձ մոտ հյուրընկալվել է Հայաստանի հայտնի կնաբան Զոնքաչագիտության քոլեջի հիմնադիր տնօրեն պրոֆեսոր պարոն Ասկանազը։ Պարոն Ասկանազը։ Անգամ երիտասարդ դիմանում է այդպես հովովելով, շոշափելով, միշտ այդպես բան է կանում։ Ասկանազ։ Ահա թե ինչպես նա յուղեց իր փեսային։ Խնդրեմ։ Սա արդիական է եւ գրականությունը լիարժեք ներկայացնում է այս։ Այո։ Սկզբից փեսաներին յուղում են, իրենց ծով են անում, հետո դաղում են։ Հասկացա։ Լավ, պրոֆեսոր նախ մի հարց։ Ինչ է զոնքաչը։ Աշղ է։ Աշղ գիտես ինչ։ Ոչ։ Աշղ դա զոքանչը դա այսպես ավելի կցանկանայի քեզ մոդեռն ներկայացնել աշղ է։ Աշղ։ Այդ աշղ։ Աշխարհ։ Աշղ։ Ես չգիտեմ ճիշտ։ Դմբ։ Ես այդ բառը չեմ լսել, ծանոթ չի։ Ներողություն, բայց եթե կուզեք հարցս կփոխեմ, ով է զոնքաչը այս դեպքում։ Զոքանչը ինչ է իրենից ներկայացնում։ Վտանգավոր մարդիկ են զոքանչները։ Ջերուդիս ասեմ, ձեր երիտասարդ դուք իմացեք, գիտակցեք դա
իմ երկար ուսումնասիրությունները թույլ տվեցին, որ ես դες տեղյակ պահեմ եւ ասեմ, որ զոքանչները դրանք ուղղակի վտանգավոր երևույթներ են։ Բայց չէ, որ ինչ տարբերություն, ծնողը մնում է ծնող, դա ասենք Գիտեք ինչ, դա կարելի է ընդունել, որ ծնողը մնում է ծնող, բայց երբ որ ծնողը քիթը խոթվում է ամենուրեք, դա արդեն դառնում է վտանգավոր ծնող։ եւ զոնքաչ։ Զոքաչ, այո։ Թե ինչով կավարտվեր այս զրույցը, դա թող լինի այնտեղ, Միացյալ Նահանգներում, քանզի այստեղ ամենաթարմ տրամադրությունն է լինելու եւ միասնական պետք է քննարկենք այսօր այս թեման։ Արդյոք փեսաները սիրում են զոքանչներին եւ եթե սիրում են, ապա ակնկալում ենք ձեր հեռախոսազանգերը։ Մասնակցեք ակտիվորեն։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր եթերը ամբողջովին մեզ համար անցկացնելու է այս բակի բնակիչ պետավտոտեսչության աշխատակից Լիպո Ալիասեմյանը։ Մոտավորապես փակագծերում Նագլի Լիպոն, որը շատ է սիրում իր զոքանչին եւ նա նույնպես ասելիքներ ունի։ Իսկ թե ով կլինի նրա հյուրը, այդ ամենը ընդամենը մի քանի վայրկյանից։ Իսկ մինչ մի քանի վայրկյանին անցնելը հիշեցնում եմ եւս մեկ անգամ. օգտվեք բոլոր այն մեր հովանավորների կողմից առաջարկվող ծառայություններից եւ մշտապես ունեցեք բարձր տրամադրություն։ Այս պահին մեր եթերում գովազդ է։ Ամրեք, աղջիկներ, ամրեք, շատ ճիշտ ընդրություն եք կատարել ու շատ ճիշտ երգ եք երգում։ Ասա խոսաթող սիվադդ բացվի, ես շուր լստեմ, զոնքաչս լվացվի։ Ողջունում եմ բոլորիդ, ընկեր մայոր։ Սիրելի բարեկամներ, հարգելի ժողովուրդ, այսօր մի շատ կարևոր գեղեցիկ թեմա ենք խոսալու, որովհետև ես շատ եմ սիրում իմ զոնքաչին ու ընդհանրապես ուզում եմ, որ բոլոր տղամարդիկ հասկանան, որ զոքանչները միշտ բարի են լինում։ Թե չէ ցնդած ասքանած ունենք միած թե գնացեն ըստ ամերիկաներում զոնքաչի ականջից հեռու։ Ինչ ասես այդ կնկամասին խոսում է։ Չի կարելի։ Կդուկանեմ եւ ընդհանրապես բոլոր այն վարորդները սրանից հետո ովքեր իրենց մեքենաների մեջ իրանց զոքանչների նկարները կունենան ու կպահեն, կպահպանեն, ակտը կես գնով են անում։ Կամ ընդհանրապես ակտ չեն գրում։ Արդյոք փեսաները սիրում են զոքանչներին։ Իհարկե սիրում են, որովհետև բոլոր զոքանչներն են դրանք մեր կանանց մայրերն են, հարգանժան մարդիկ։ Արդյոք երբեմն որ զոքանչները խառնվում են ընտանեկան խոսակցությունների մեջ, դա լավ է, լավ չի, բայց պետք է խառնվի, ուզի չուզի, այդ ձևն է տենց։ Մի խոսքով, զոքանչների թեման այսօր մենք պետք է զրուցենք մի շատ լավ տղայի հետ։ Հրաշալի երգիչ եւ լավ ընկեր ու լավ անձնավորություն։ Իդեպ ասեմ, շատ լավ վարորդ, չի խախտում երթևեկության կանոնները։ Դիմավորում ենք Արմեն Խուբլարյան։ Всё, жить без тебя я не могу. Я понял, что с ума сойду и что одну тебя люблю. Стой, ну подожди меня, постой, будь уверен, я твой. Нам будет хорошо с тобой. Ой-ой, моя голубка, безумно я влюблен. Тебя, моя голубка, ты мой счастливый сон. Ой-ой, моя голубка, ты нежный ангел мой. Тебе, моя голубка, лечу я сам не свой. Я на свете для тебя живу. Одной тобою дорожу, и зная одну тебя люблю. Ты идеал моей мечты,
ты, ой-ой, моя голубка, безумно я влюблен. Тебя, моя голубка, ты мой счастливый сон. Ой, моя голубка, ты нежный ангел мой. Тебе, моя голубка, лечу я сам не свой. Ой-ой, моя голубка, безумно я влюблен. Тебя, моя голубка, ты мой счастливый сон. Ой, моя голубка, ты нежный ангел мой. Тебе, моя голубка, лечу я сам не свой. Ой, моя голубка, безумно я влюблен. Тебя, моя голубка, ты мой счастливый сон. Ой, моя голубка, безумно я влюблен. Тебя, моя голубка, ты мой счастливый сон. Ой-ой, моя голубка, безумно я влюблен. Тебя, моя голубка, ты мой счастливый сон. Ой, моя голубка, ты нежный ангел мой. Тебе, моя голубка, лечу я сам не свой. Ой, моя голубка, безумно я влюблен. Тебя, моя голубка, ты мой счастливый сон. Ой, моя голубка, ты нежный ангел мой. Тебе, моя голубка, лечу я сам не свой. Աբրես Արմեն ջան, աբրես։ Էս ինչ երկարուցիկ աշխատանքից հետո այսօր մի քիչ թեթևանամ, էլի։ Բարև Արմեն ջան, բարև։ Բարև պարոն մայոր։ Հլանցի նստի տնան, ո՞նց ես Արմեն ջան։ Ո՞նց է, երթևեկությունը նորմալ ամեն ոչ մի բան չի, չէ։ Շատ լավ է, այս բակում Հանգիստ եկար ասար ստեղ, շատ լավ է։ Ասել էի տղեկը բան են արել, Սաբրաբաշ դատ բան արեցին։ իհարկե, Իշ լավ է, իշ լավ է, իշ լավ է։ Արմեն ջան, էսի սիրուն երկե։ Էդ ինչ է, այդ բանը է։ Գալուբգա էդ ինչ է, գալուբգան էդով է, զոքանջը խոչի։ Հա, լաս այն բանը։ աղավնի կարելի ասել, չէ, աղավնի։ Բա զոքանջը աղավնի է, էլի։ Աղավնիակս։ Ախպե ջան, զոնքանջը աղավնի է, էլի, բարյության, խաղաղության, հրեշտակ, Խաղաղության, թրջուն։ Զոնքանջը, Բարության խորհրդանիշ, սպիտակ հա, աղավնի։ բաց թողես ու թռնի իր համար, էլ հետ չկա, էդա։ Լավ, Արմեն ջան, հիմա մենք պետք է խոսանք զոնքանջների մասին։ Ես օրինակ իմ զոնքանջին շատ եմ սիրում, ախպեր ջան։ Դու ո՞նց ես այդ հարցում։ Ես էլ եմ շատ սիրում։ Չվախենաս, օրենքը քո հետ է։ Ես ոստիկան եմ, քո կողքին եմ, չվախենաս, ազատ խոսա ու կեղծավոր պատասխաններ չտաս, ճիշտ սիրում ես։ Իհարկե շատ եմ սիրում։ Անկեղծ։ Բայց ո՞նց է տենց եղել։ Ինչ է, միշտ էլ սիրել եմ, միշտ էլ սիրելու եմ։ Ասենք ինչի համար ես սիրում, դա է դակրքիր, ասենք ինչ արել ինքը, ասենք խաթրից չի գբնում, ընտանիքիդ մեջ չի խառնվում, հələ մի հատ ազատ խոսա։ Ճիշտ ասած, տենց խնդիրներ չեն եղել մեր ընտանիքում։ Հա։ Եվ չի էլ եղել տենց բայր, անախորժությունները չեն եղել։ Հա։ Ցավոք սրտի այսօր լուսահոգի իմ զոնքաճ այսօր Հա, հիմա չկա, հա։ ֆիզիկապես չկա, Հա։ բայց կապ չունի, մենք շատ Մտերիմ ենք եղել եւ միշտ վառ լավ հիշողություններ են։ Այ ո՞նց ես կարծում, ընդհանրապես փեսազոքանջ հարաբերությունները միշտ պետք է լավ լինի, թե չէ։ Իհարկե, բոլոր նորմալ ընտանիքներում, բոլոր նորմալ մարդկանց մոտ պետք է նորմալ հարաբերություններ լինի։ Մարդկային։ Մարդկային, ինչը որ տրված է մարդուն վայել։ Հա։
Մի խոսքով ամեն ինչը շատ լավ է։ Իհարկե, Էդ է, կարևորը էդ է։ Մեզ ասում են զանգ ունենք, խոսանք։ իհարկե խոսում։ Դրանք մեզ ով ասում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ եք, շնորհակալություն։ Դուք ինչպես եք։ Շատ շնորհակալություն։ Ողջունում եմ ձեր հյուրին։ Շատ շնորհակալություն։ Շատ սիրում եմ Արմենին, նրա երգերը։ Ապրես։ Շատ հաճելի է, որ այսօր նա է հյուրում ես մոտ։ Շատ ապրես։ Իսկ քո անունը կարելի է իմանալ։ Սոնա, Սոնա։ այո։ Մեզ համար հաճելի կլիներ տղամարդիկ էլ մեզ այդ կապի մեջ մնային, ճիշտ է։ Դու ամուսնացած ես։ Ոչ, Ոչ։ Այդ արդեն ուրիշ թեմա է։ Ընդհանրապես ինչ ես կարծում, փեսաները զոքանջներին սիրում են։ դե կապված է զոքանջների վերաբերմունքից առաջին հերթին, Հա, բայց ես գիտեմ, որ իմ պապան շատ սիրում է իր զոքանջին, հա։ որովհետև իմ տատիկը այսքան ժամանակ ոչ մի ձևով չի խառնվել մեր ընտանեկան հարցերին։ Ես ում առաջին հերթին դրանից է գալիս, որ Ասենք մի անգամ չի եղել տատիկը մտնի տուն ու ասենք պապայդ ասի աչքաշկայնի։ Ես բլի խոսամ, չի եղել։ Բնականաբար հայ ընտանիքներում այդպիսի բաներ տեղի չեն ունենում։ Յա, դու էլ խաբար չես, բալաջան, չես ամուսնացել, ես բաներ են տեղի ունենում։ Համենայն դեպս, լավ, այսօր զոնքաժների մասին ենք խոսալու ու ասա դրամ ինչ կա պայուսակի մեջ։ Ես մտածում եմ, որ երևի ձու է։ Ինչա։ Ձու, հապկիտ։ Զոնքաջի ծավացեղը, Այո։ Չի, էդի չի։ Էդի չի, լավ մնա, ծավը տանեմ, լավ եղեք, քեզ բարի բախտ։ Բարի բախտ, լավ մնա։ Ջայաները չի պատկերացնում, ասում տեսմաներ չի լինում, կռիվներ, գալմաղալներ, բան չի լինում, մեկ լինում է։ Օրինակ հիմա մի հատ տեսանյութ կտենանք, այդ տեսանյութի մեջ էլի ես մեր ասքանազնա, չգիտեմ ինչից է բողոքում։ Մի հատ եկեք այդ տեսանյութը նայենք, վերադառնանք, շարունակենք մեր զրույցը Արմեն ջան։ Տեսանյութ մեր եթերում։ Սա իմ տղան է։ Գիտեք ինչ ես զարմանում եմ ինչպես ինձանից այս դեպիլը Ինչ եղավ, քեզ ինչ եղավ, ասա լսեմ, ինչ եղավ։ Ինչ եղավ։ Ինչ եղավ։ Սա իմ փոքրիկ ասկուլիկն է, ասկուլիկը։ Պապա։ Ջանա, ասա լսեմ, ասա։ Դե ասա լսեմ, պապա քիչ։ Ինչ եղավ։ Լսեց, երեխան ընդհանրապես լերմնտով չի կարդացել, չեմ հասկանում։ Այդրա։ Տատին մատս կծել այ։ Լավ արել, քեզով էր ասում մատդ այդ վանդակը մցնեիր, որ կծեր։ Խնդրեմ, երեխայի մատը կծել է։ Ինչքան էր երեխային հերու է սպաում, միևնույն է, հապ։ Այստեղից եզրակացրեք։ Այդ ես կանայք, ծխերը վատ է, թարգեք։ Ես տղամարդիկ եսն, դե ճիշտ չի ասում քիզ, ծխերը վատ է։ Բայց չեն ասում, բավական է մամատ գա մեր տուն, դա առավել վատ է։ Ամեն դեպքում, եթե դուք բոլորդ սիրում եք ձեր զոքանչներին, եթե լսում եք իմ խոսքերը, շարունակեք սիրել նրանց։ Հիմա ես ասքանազը իրա կարմիր բերետով աշկս մտավ աղբեր, ասում է սիրում եք ձեր զոքանջների, շարունակեք սիրել նրանց։ Համարդ ինչ են արել, մարդեն են իրանց համար, աղունիկ են, շատ կարևոր է։ Արմեն ջան, խոսանք ժողովրդի հետ։ Խոսենք։ Բարև ձեզ։ Բարի երեկո ձեզ։ Բարի երեկո, շատ հաճելի է։ Լավ ենք, շնորհակալություն։ Ես ողջունում եմ ձեզ եւ ձեր հյուրին Արմենին։ Մի փոքր բարձր կարելի է։ Ես ողջունում եմ ձեզ եւ ձեր հյուրին։ Այո, շատ շնորհակալություն։ Ողջունում։ Արմենը այսօր մեր գեղեցիկ երեկոն ավելի է ծաղկացնելու իր գեղեցիկ երգերով։ Ահա, մեզ շատ հաճելի է իր հետ լսել։ Այո, իսկ ներողություն ձեր անունը կարելի է իմանալ։ Սաննա։ Սուսաննա։ Այո։ Սուսաննա, դուք որտեղից եք զանգում։ Ես Մարաշից։ Մարաշից։ Դուք ամուսնացած եք։ Այո, զոքանչ եմ։ Դուք զոքանչ եք։ Այո։ Խնդրեմ։ Շատ լավ։ Շատ լավ։ Հիմա մի բան, ձեր փեսան ձեզ շատ է սիրում։ Չգիտեմ, բայց ես վատ բան չեմ տեսնում իրանից։ Ինձ թվում է, որ այո։ Իսկ դուք Իհարկե, քանի որ իմ աղջիկա կեսն է ինքը։ ընդամենը դրա համար։ Իհարկե։ Չէ՞ որ իմ երեխայի կյանքը իր հետ է կապված։ Խորամանկություն են անում։ Իմ աղջիկաս փեսայից հետ լավն է, որ աղջիկաս խաթրին չկբնի։ Զոնքաջային խորամանկություն։
Հա։ Հա։ Լավ է, չէ՞ բայց այդպես։ Հələ մի հատ ինձ ասեք իմանամ, երբևիցե եղել է, որ ձեր փեսան ձեզ գա, ծաղիկներ նվիրի կամ դուք իր հետ շատ սենց։ Իհարկե, ծննդյան տոներին, մարտի 8-ին, ինչի՞ չէ։ Մի խոսքով լավ եք իրար հետ։ Ահա, ինչի՞ չէ։ Այդ մի փեսան ունեք, Այո։ ձեր բախտը բերել է։ Հա, մեկն էլ կունենա մի քանի տարի հետո։ Մի հատ կա բոլա, խնդրեմ, տեսակ ինչա պատասխանում, մի հատ կա բոլա, ասում։ Չէ, ոչ չի, մի հատ մի քանի տարի հետո կունենամ։ Իա, պատրաստվում եք։ Իհարկե։ Բա լավ կլինի ուրեմն։ Իհա ինչի՞ պիտի լավ չլինի որ։ Դա աստված։ Իսկ ինչ կա պայուսակի մեջ։ Ինչ թվում է օդ։ Օծ։ Ահա։ Զոնքաջը օծության մասին է խոսում, խնդրեմ։ Դե բաչին ասում զոքաճ օդը։ Բա կարելի է։ Դե ասում եմ։ Բա կարելի է։ Դե ժողովրդական խոսք է։ Ոչ, զոնքաջի չի կարելի տես բաներ ասել։ Որովհետև զոնքաջը դա մի երևույթ է, խաղաղության աղավնի է, զոնքաջը երբ է մտնում տուն քանդում։ Հələ պատես բան կարող անի զոնքաջը, չի կարա։ Զոնքաջը ում խաթրին կարա կապնի, ոչ մեկի, չի կարա, չի լինի։ Եթե օդ չի ուրեմն շաքարա մեջը։ Յա, Շաքար մամայա։ շաքար։ Օծը մի քիչ չէ։ Հա։ Հա, չեմ շաքար։ Չէ, շաքար չի, օծել չի։ Լավ մնացեք, ձեր փեսային շարունակեք հարգելու սիրեմ։ Լավ եղեք, ստեսություն։ Արմեն ջան, մի քիչ գործերից խոսանք, որտեղ ես աշխատում։ Ես աշխատում եմ Օջախ ռեստորանային համալիրում, որը գտնվում է Աբովյանի մարզում, այսինքն։ Օջախը օջախ է կառուցում։ Իհարկե։ Այ հետաքրքիր է դու շուշուտ այդ օջախում հարսանիքներին, կնունքներին, ծնունդներին, ավելի շատ հարսանիքներին ներկայացնում։ Ոնց են իրանց զոքաճները պահում։ Շատ լավ։ Կարելի ասել առաջի նվերներ տվողն են եւ առաջի պարողներն են։ Հեշ հետաքրքիր եղել է, ասենք երբևիցե փեսա մոդիկանա, ասի մի հատ տղեկ ջան, այս երգը զոնքաճից պատվի։ Տես պատմության մեզ տես բան հիշում ես։ Չես էլ հիշի, որտեղ տես բան չի լինի։ Չէ, մի քիչ փեսաները կարելի ասել համեստ են իրենց պահում։ Յա, դարը փոխվել է, արդեն փեսաներն են հարսի տեղը համեստ պահում իրանց։ Բա հարսները չեն պահում համեստ իրանց։ Դե հարսերն էլ իհարկե, չէ, ասենք խոսքը փեսացուի մասին էր, որ մոտ Զոքաճի մաս։ Զոքաճ։ Լավ։ Այս այլի կպատասխանես, խոսանք ժողովրդի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև, ինչ լավ արեցիր, զանգեցիր քո զանգին էինք բացում։ Ես դեռևս փոքր եմ տարիքով, եմ ապագայում ունենալ զոքաճ։ Դա աստված Ախմեդ ջան, դա աստված էդի դու էլ զգաս քո կաշվի վրա։ Դա աստված։ Չէ, ես ուզում եմ ասել, որ զոքաճ փեսա հարաբերությունները իմ կարծիքով դրա կախված է հենց փեսայից, այսինքն գլխավոր դերը փեսան է։ Եթե փեսան սիրեց, հարգեց իր զոքաճին, գնահատեց նրան, ապա հույս ունեմ, որ զոքաճն էլ իր հերթին կգնահատի եւ կսիրի փեսային, քանի որ զոքաճը պետք է լինի ընկեր, այլ ոչ թե զշնամի, որին կարող ես դիմել յուրաքանչյուր հարցով եւ այն ժամանակ, երբ մեղացած կլինես թե քո կնոջից, թե քո ընտանիքից, կարող ես դիմել նրան եւ նա կլինի քեզ լավ ընկեր։ Հələ սպասի, սենց հավեսով ասում ես։ Հələ ասա անունդ ի՞նչ է։ Հայկ։ Հայկ ջան, որտեղից ես զանգում։ Ես Բանգլադեշից։ Բանգլադեշից։ Այո։ Հայկ ջան, ով է քեզ սովորացրել, որ այդքան շատ սիրում, ցած կենցաղային պատմեցիր մեզի։ Բայց փեսաները խելոք լինեն, ասում է։ Դենց չի։ Չէ, ես չեմ ասում փեսաներին, այսինքն պետք է լինի փոխադարձ հարգանք մեկը մյուսի նկատմամբ։ Փոխադարձ հարգանք, տեսար Հայկ։ Հայկ ջան, մեր հյուրն է Արմենը Խուբլարյան, սիրում ես նրա կատարումները։ Իհարկե սիրում եմ, բոլորս էլ միշտ լսում ենք, միշտ ուրախանում ենք, բոլոր քեֆերում էլ լսում ենք, ապարում ենք նրա երաժշտության տակ եւ հույս ունեմ, որ օրերից մի օր էլ զոքաճների մասին մի լավ երգ կհանեք։ Դա շատ կարևոր է, մեր Լավ երկիշները։ միտք է, կաշխատենք։ Մենակ մեր ցախարուցը մի հատ երգ ունի, մնացածը ինչ որ չեն երգում զոքաճների մասին։ Միակ ու անկրկնելի երգն է։ Իմ զոնքաճը շատ լավ գին է, բայց տեսնում ես ինչ լավ բաներ ա գրել։ Մի խոսքով իմ կարծիքով պետք է զոքաճներին չքննադատել եւ հույս ունենամ, որ նրանք էլ մեզ չեն քննադատի։ Ես ինչ մելամաղձոտ բաներ ես ասում, ախպեր։ Ամեն դեպքում ինչ կա պայուսակի մեջ է։ Իմ կարծիքով պայուսակի մեջ զոքաճի սարքած ձվածեղը։ Չեղա։ Հա։ Չէ։ Զոնքաճը լավ լինեն, նոր ինքը չէր ասում, այլ ասում է զոնքաճի սարքած ձվածեղը։ Դե ոնց որ ժողովրդական ասած ես հիմա Չէ, Հայկ ջան, ոչ ձվածեղն է, ոչ էլ քո իմացածն է։ Լավ, եղավ, շնորհակալ։ Լավ մնա Հայկ ջան, լավ եղիր։ Հաջողություն եւ ճանապարհ։ Ապրես Արմեն ջան, սաղ ասում են, զանգողներն ասում են, քո երգերը շատ ենք սիրում, բայց ես ինչքան եմ սիրում։ Ենա մեր պետավտոտեսության ավտոմեքենայի մեջ դնում եմ ու միացնում եմ ամեն վարքյան, մեկ-մեկ էլ խախտում կատարողներին չեմ նկատում, հենց քո գեղեցիկ երգերն եմ լսում։ Լինում է տենց դեպք։
Բայց մենք բարի մարդիկ ենք, մեր գործի մեջ էլ բոլորին զիջող, խարգող, գիտես, Շատ հումորով։ Շատ հումորով, բա հումորը մեզանից է հելել։ Մենք հումոր չանենք, թե չենք այնտենց մռայլ մարդկանց են կանգնացնում տխուր, ասում ենք ախպեր կանի քեզ մոտ ուրախացնենք նոր գնա։ Ակտը գրում ենք, ուրախացնում ենք գնում։ Լավ Արմեն ջան, որ երգն ենք երգում։ Մի քաղցր երգ երգենք։ Քաղցր երգ, այս գիշեր բոլորիս համար։ Արմեն Խուբլարյան Շոյ, էլ չկա երկի շարունակի այ մարդեսի շլավ քեֆե յանում է։ Ես ինչ ազատոր այսօր։ Ասես իշխեմ այդ քաղցր երգ։ Աբրես ցավը տանը։ Շատ քաղցր երգ են, աբրես։ Հələ մի հատ ասած են ամես քաղցր երգի հեղինակը ով ասես քաղցր գրել է։ Քաղցր երգի հեղինակը Անուշ Ալեքսանյանն է։ Անուշ ջան, աբրես։ Հան մեր շատ մոտիկ, շատ մտերիմ լավ ընկերը։ Ով է մյուսը։
Երաժշտությունն էլ Անուշը երաժշտությունը եւ բառերն էլ Անուշը։ Իդեպ մի նոր երգել է Անուշ Ալեքսանյան մեզ նվիրել։ Հա։ Եվ շուտով մենք Քրիստինե Եգանյանի հետ զուգ երգ լինելու նոր էլի արագ ռիթմիկ պատկերով։ Դե ժամանակ երգ կգա խոսանք։ Այդ երգը կբերեք անպայման ու հիմա տեղեկացնում եմ բոլոր այն վարորդներին, ովքեր որ իրանց զոքանչների նկարները անպայման հետները ման են տալիս, դա շատ հաճելի է։ Դա մտածեցին երևի ես եմ ինչա։ Վկայականի մեջ օրենքներ չեմ կարող օրինեմ։ Բանա այդ ինչա զանգ ունենք։ Բարև ձեզ։ Ալո։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև։ Ես ողջունում եմ ձեր հյուրին։ Մենք շատ իրեն սիրում ենք, մեր ամբողջ ընտանիքով հետևում ենք իր համերգներին, երբ որ տեսնում ենք հեռուստատեսությամբ։ Այո։ Ձեր անունը կարելի է իմանալ։ Մարինե։ Մարինե։ Այո։ Բարև ձեզ, Մարինե ջան։ Բարև ձեզ։ Մի հատ ինձ ասեք իմանամ, դուք ամուսնացած եք։ Այո, ես ամուսնացած եմ։ Բայց դեռևս զոքանչ չեք։ Չէ, դեռ երեխաս փոքրիկ է։ Ուղղակի մի քիչ վատառով չեմ տրամարացայինս մի փոքր։ Ահա։ Իսկ ձեր զոքանչ մայրիկի հետ ձեր ամուսինը հարաբերությունները խնդրեմ։ Շատ ջեմ, շատ լավ։ Իա։ Բայց դրա համար գրքեր գրեք, այ մարդես ինչ է։ Որ մարդիկ սովորեն։ Բայց ո՞նց է ձեր ամուսինը դες կարողանում։ Ինչ անում։ Ո՞նց է դες կարողանում ջերմ հարաբերությունների Դե մեջ։ ինքը շատ կրթված, շատ լավ մարդ է էությամբ եւ նորմալ վերաբերվում է իմ մայրիկին։ Ահա, ուրեմն զոքաջին հարգելու համար պարտադիր պետքա կրթություն ունենաս։ Չէ, կրթությունը պարտադիր չի, մարդ էությամբ պետքա մարդ։ Մարդ պետքա լինես։ Ահա, հեսա Մարինեն Առաջի ստեղծված հերթին այդ։ Իսկ ներողություն, հիմա ձեր ամուսինը տանն է։ Այո։ Կարող եք փոխանցել լսափողը իրան մի հատ։ Ինքը չի կարող խոսել ձեզ հետ։ Ինչի։ Ասեն կամպյուտերով։ Պարտադիր պետքա զոքանջը լինի, որ խոսի։ Զոքաչի։ Պարտադիր պետքա զոնքաջը լինի, որ հետը խոսի։ Ինչի ուղղակի չի կարող խոսել իմ այս պահին։ Կամպյուտերի մեջ է։ Կամպյուտեր ունենք, հա։ Կամպյուտերի մեջ է հիմա ինքը։ Կարող է անդակլասնի կամտել։ Չէ։ Ինչ է բանում, հա, ուշադիր եղի, հա, Մարինե ջան։ Հա։ Լավ, Մարինե ջան, դու այսօր մեր 5-րդ զանգահարողն ես։ Այո։ Եվ դրա համար դու անակնկալ ունես։ Անակնկալ։ Այո։ Ինչ։ Ես ոնց հասկացա, դուք լավ ընտանիք եք, սերով ընտանիք եք, խաղաղ ընտանիք եք։ Ահա։ Ձեր տանը փոքրիկ կա։ Այո, 2 տարեկան Ալեքս ունենք մենք։ Ինչ անունը։ Ալեքս։ Ալեքս։ Աստված սպայի ձեր Ալեքսին ինչ էլ ամանուն եք դրել։ Ուրեմն Ազի ջան, Վիկտորիա Մակարոնեղենը այս ամբողջությամբ նվիրում եմ ձեզ եւ ձեր ընտանիքին։ Շնորհակալություն։ Սա Ալեքսի համար է։ Ահա։ Տեսեք։ Սա Ալեքսի համար է։ Ահա։ Ուրիշ երեխայի չտակ, ձեր երեխայի համար կբայեք։ Սա ձեզ համար է։ Շնորհակալություն։ Սա էլ ալյուրն է, ներողություն, սա անձեռոցիկն է, սրբվում ենք, երբ որ հացը ուտում ենք։ Եվ սա ալյուրն է։ Այս ամենը Վիկտորիա Մակարոնեղենի կողմից ձեզ ձեր ընտանիքին սերով եղեք, բայց մի բան կարևոր է հիշեք, որ պահին որ այս մակարոնը կպատրաստեք, Ահա։ ձեր մամային էլ կկանչեք որտի։ Անպայման։ Գիսուր մայրիկի հետ կուտեք, մայրիկին է կկանչենք։ Երկու մայրիկներին ձեր տունը կկանչեք, պատիվ կտակ։ Կասեք նագլի լիպոնա տվել, հա։ Անպայման։ Իսկ ասեմ, պարիսակի մեջ ինչ կարող է։ Անպայման պետք է ասես։ Կարող է զոնքաչի լեզու լինի։ Զոնքաջի լեզու։ Ահա։ Չէ։ Զոնքաջի լեզու չի։ Բայց մի շատ կարևոր բան, հիմա դու քո հեռախոսի համարը չես անջատում, որ մեր օպերատորը արձանագրի։ Եղավ, շնորհակալ։ Արմեն ջան, սա Մարինեին։ Բա դու գիտես ես քեզ դադար զերով եմ ճամփում դնելու։ Այս ամեն ինչը նաև Վիկտորիայի կողմից քեզ եմ նվիրում։ Ու ուզում եմ եւս մեկ անգամ մեր ժողովրդին ասեմ, իդեպ անպայման տանը կլինես, որ քո կինը պատրաստի դու ուտես։ Անպայման, շատ համեղ է։ Խոստանում եմ։ Եվ ուզում եմ մեր ժողովրդին անպայման ասեմ, որ բոլորդ էլ կարող եք օգտվել, անցեք մտեք մասնակի բոլոր խանութները եւ վերցրեք։ Մի բար կարող եք խանութներում ասել, ընդամենը այստեղ է վաճառվում արդյոք հաղթանակների հաղթանակը, անմիջապես ձեզ կհասկանան, որ խոսքը գնում է Վիկտորիա Մակարոնեղենի մասին։ Դե ինչ, շարունակելով իմ հովանավորների շարքը, ուզում եմ եւս մեկ կարևոր հովանավորի մասին խոսեմ Արմեն ջան, որովհետեւ Universal Travel Tours հաստատությունը, որը միակ ու եզակի հաստատություններից մեկն է մեզանում, որ մատչելի գներով
բոլոր ինքնաթիռի տոմսերը վաճառում է աշխարհի ցանկացած ուղղությամբ։ Հեքիաթային արժեքներ։ Զանգահարում ենք 52 69 99 54 00 66 եւ մի շատ կարեւոր բան էլ պետք է ասեմ, բայց սա ասելու համար պետք է գնամ հասնեմ այստեղ։ Ուշադրություն։ Ուրեմն Արմեն ջան, քեզ սիրով հրավիրում եմ։ Հունիսի 11-ին Հակոբ Պանոյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն։ Այս մեր սաղ բակի բնակիչներով պետք է ներկա լինենք մեծ ու գեղեցիկ համերգային երեկոյի։ Տոմսերի համար զանգահարում են 099-ով 156006, 094-ով 156006։ Ինչ վատ համարներ է, որ այս համարները չեմ կայնացնի, կլը կայնի 6006, 6006։ Հարգավավ, կովաստ մեր եթերում։ Ճանապարհներով ծանոթ անծանոթ քայլում եմ անվերջ չեմ հասնում քեզ մոտ մեկ մոտ ես թվում մեկ էլ շատ հեռու ախ ինչու իմ սեր քեզ չեմ հասնելու ճանապարհներով ծանոթ անծանոթ քայլում եմ անվերջ չեմ հասնում քեզ մոտ մեկ մոտ ես թվում մեկ էլ շատ հեռու ախ ինչու իմ սեր քեզ չեմ հասնելու սիրում եմ քեզ Սիրո եկշակա, իմ երկը դու ես, արևս վակա, ուրիշ ոչ ոքի երբեք չեմ սիրել, իմ սերը հավերժ միայն քեզ եմ նավիրել, իմ սրտում ուրիշ սիրո եկշակա, իմ երկը դու ես, արևս վակա, ուրիշ ոչ ոքի երբեք չեմ սիրել, իմ սերը հավերժ միայն քեզ եմ նավիրել, սիրում եմ քեզ, սիրում խենթի Ապրես Արմեն ջան, ապրես, այ, սիրում եմ քեզ խենթի պես, կուզեմ սիրես ինձ, էդի շատ լավ էր, հետո սիրեց, Ja,
Անպայման։ Առանց սիրո կլինի։ Այս աշխարհը սա սիրո վրա է կառուցված։ Սիրո վրա է կառուցված։ Այ, ես ինչ լավ պարաստում ես ես։ Այսով այստեղ մեր էֆիրում խոսում մեր հետ։ Չեմ հասկանում։ Ռեժիսոր ջան, սուս մնա։ Ես անչափ ուրախ եմ, պարոն մայոր, որ մեր գայի համակարգում Ամարդ է խանգարում եք էլի, յա։ Ամարդ խանգարում եք։ Մեզ խանգարում են։ Է շատ էլ ուղիղ ետ չեն զանգարում։ Եվ զանգարում եմ։ Լավ, ասպես զանգում ենք, խոսանք։ Վայ, այս իշքան։ Բայր ձեզ։ Զանգերն են անջատեցին։ Բարև ձեզ։ Դե դուք չեք բարևում, ուրեմն ես էլ ասելիք ունեմ։ Մի հատ էլ մեր Արտաշվի մասին խոսամ էլի ախտաչը։ Իհարկե։ Ուրեմն մայիսի 29-ին, երեկոյան ժամը 7-ին բոլորից սիրով հրավիրում ենք մարզահամերգային համալիր Կարեն Դեմիրճյանի անվան։ Բոլորս միասին այդ օրը շատ ուրախ տրամադրությամբ պետք է ներկա գտնվենք։ Արտաշես որոշել է ժողովրդի համար մեծանագն գալներ, պատուցի ու հրաշալի համերգային երեկոյա խոստանում։ Տոմսերի համար զանգարում ենք 39-99-13 և 077-ով 06-90-04։ Ես էլ լավ համարասան էլ չեմ գայնսնի, 06-90-04։ Ամարդ, կարգին համարներ կան, ճարժի ձեր տալ։ Ասպեն զանգ ունենք Արմեն ջան, խոսանք։ Իհարկե խոսանք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև աղբեր ջան, բարև։ Ողջունում եմ ձեր հաղորդաշարը։ Շատ շնորհակալություն, որտեղից ես զանգում։ Ձեր հյուրին նույնպես։ Մեր հյուրին նույնպես։ Ողջույն։ Շատ ապրես։ Արմենդ ինչ աղբեր ջան։ Արտուր անուն։ Արտուր ջան, որտեղից ես զանգում։ Ավանից եմ զանգում։ Ավանից է զանգում Արտուրը։ Արտուր ջան, հիմա ասած եմ ընդհանրապես փեսաները սիրում են զոքանչներին։ Բավոք չեմ սիրում։ Ահա, դու ամուսնացած ես։ Այո։ Ու լավ է ձեր մոտ ամեն ինչ։ Ինձ ոնց որ ուշ է լսում Արտուրը։ Արտուր ջան։ Ամեն ինչ շատ լավ է։ Շատ լավ։ Փառք Աստծո։ Կարևորը որ ամեն ինչ ձեր մոտ նորմալ է։ Մի հատ կարող ես ասես ինչ կա այս պայուսակի մեջ։ Թաշկինակ։ Թաշկինակ։ Ահա։ Ինչի որ Ինչի համար։ Զոնքաչը շատ ասում փեսաներին թաշկինակ նվիրել դրա համար։ Զոնքաչները շատ են սիրում փեսաներին թաշկինակ նվիրել։ Դա ինչի է դա կապված։ Արդեն չգիտեմ, դա զոնքաչի գաղտնիքն է։ Զոնքաչի գաղտնիքն է։ Չէ, թաշկինակ չի Արտուր ջան, լավ մնա, բարևի Ավանի ժողովրդին։ Լավ եղիր։ Արմեն ջան, մի քիչ խոսանք քո գործերից։ Իհարկե։ Նոր ձայնագրություններ, նոր ձայնասկավառակներ, որը մենք պարտադիր պետք է ունենանք մեր բոլոր պետավտոտեսչական աշխատակիցները, դա շատ կարևոր երևույթ է։ Ոչ մի երգիչ մեզ անտարբեր չի։ Հենց CD-ները նոր հերնման միանգամից մեզ են տալի, ապրեք, շնորհակալ ենք ձեզ։ Բաղբիտենանք։ Իհարկե կան նոր երգեր, աշխատանքները ընթանում են, կա նոր պրոյեկտ, այսինքն որ պետք է անպայման երգերը հասցրվի, ձայնագրվի, նկարահանվի նոր երգեր եւ իհարկե պատրաստվում ենք նոր մենահամերգի, իհարկե ուզում ենք Աշունը, այսինքն ես նոր մենահամերգով հանդես գամ իմ ընկերների հետ։ Դեռ չես ուզում խոսած այդ մասին։ Դեռ չեմ ուզում խոսամ, աշխատանքների ընթացքը ցույց կտան։ Մենահամերգ Հայաստանում այս։ Իհարկե Հայաստանում։ Կոնկրետ Երևան քաղաքում։ Երևան քաղաքում։ Իսկ դա մոտ ապագայում է թե մտքեր։ Աշնան, այսինքն Աշունն է լինելու։ Ես ուզում եմ նոր երգերով հանդես գալ։ Այո։ Բոլորովին նոր ծրագրով եւ ուրախացնել իմ ժողովրդին։ Ժողովրդին հանդիսատեսին։ Մենակ լավ գործ եք անում, ուրախացրեք մեր ժողովրդին, ուրիշ բան չի մնում անելու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջունում եմ ձեր հյուրին։ Շատ շնորհակալություն։ Որովհետև նա իմ հայրիկի մանկության ընկերն է։ Նա ձեր հայրիկի մանկության ընկերն է։ Այո, ես երևի ասեմ նա կճանաչի, ուղղակի հիմա իրենք բանը, այդ մենք այդ շենքում չենք ապրում, էլի, նրանց կողքի բաժետից են եղել, Երևյանների ընտանիքը Ռոբերտը։ Իսկ ձեր անունը ինչպես է բալիկ ջան։ Անի։ Ինչպես։ Անի։ Անի։ Հա։ Անի ջան, դու քանի տարեկան ես։ 11։ Անի ջան, 11 տարեկան ես, բայց մինչև հիմա քնած չես այ բալա ջան։ Չէ։
Ինչի, որովհետև մեր շոուն ես նայում, նոր ես քնում։ Հա, ես դե շոու Բայուշկի էլ ենք աշխատում, ինչ պակասա։ Մնացել է, ասենք, երաժշտություններն ես դնենք, որ սպիատ ուստալի եկրուշկի։ Անի ջան, դե զոքաչների մասին քո հետ ինչ խոսանք, բալա ջան, ախր պապան ու տատին լավ են իրար հետ։ Հա, ոչ լավ չեն։ Ասենք, որ վիճում են ով է վերջում հաղթում, պապան թե տատին։ Իրանք չեն վիճում իրար հետ, իրանք շատ լավ են իրար հետ։ Այդ ժամանակ դու քնած ես ելնում, բալա ջան, որ իրանք վիճում։ Չէ։ Ես ինչ արթուն երեխա եմ արդեն։ Ես դրանց քնածում եմ, նոր եմ քնում։ Վայ, ես կուցավը տանեմ, բալա ջան, ասում իրանց քնածում եմ, նոր եմ քնում։ Պապին ու տատին։ Հա, չէ, պապային ու մամային իրար հետ եմ քնածում, տատին։ Դե պարզ ախով, պապային, հա, հասկանալի է։ Անի ջան, մի խոսքով դու որ դասարան ես։ Իմ տատիկը մատանի։ Մատանի։ Հա։ Իսկ ինչի համար պետք է լինի մատանի։ Դե որ հարսանիքներ ժամանակ զոնքածները նվիրում են։ Փեսեքին։ Անի ջան, մի հատ կարելի է ես նայեմ մեջը։ Հա։ Անի ջան, մի հատ տեսնեմ, իսկականից դու արթուն երեխա ես, ես ինչ վիճակ էր այն մարդ, քնեիր էլի։ Քո համար քնեիր էլի։ Ինչ ես ուզում, Անի ջան, դու մեզանից։ Շահեցիր, Անի ջան։ Պայուսակն եմ ուզում։ Բրական բռնանդը խոչեինք տալու այ բալա ջան, պայուսակը պիտի տանք։ Այս ամեն ինչը քոնն Անի ջան, շնորհավորում եմ քեզ Ազիզ ջան։ Շնորհակալությունից ո՞ց կարանք վերցնենք։ Այ բալա ջան, մի հատ ուրախացի ես, ինչ արթուն երեխա է, հեշտ պետք չի։ Շահեց հեշտ պետք չի։ Էսի հիմա ում ես տալու, մամային թե տատին։ Մամային։ Այդ էլ մնաց է պակաս, որ տատին տայ, ճիշտ է բալա ջան, ճիշտ է, բայց տատին էլ գժվում է, ասում եմ սիրած թողնա, խնդրեմ։ Անի ջան, հիմա հեռախոսը չես անջատում, բալա ջան։ Հա։ Այս պայուսակը քոնն արդեն, Ազիզ ջան, կորոշես ում կտաս։ Հա։ Կռիվը գցես մեջները, եղավ։ Հա։ Որ մեր գործն էլ ավելի շտապ կանք հասնենք դեր։ Շնորհակալություն։ Եղավ, լավ մնա, տեսություն Ազիզ ջան։ Զանգի, հիմա սպասի հեռախոսի համարը թող գրի մեր օպերատորը։ Այ մարդ, ես ինչ արթուն երեխա, քաներ էլի տալաշեն։ Արմեն ջան, հիմա մի հատ տեսանյութ ունենք զոնթաժների հետ կապված։ Արագ նայենք ու վերադառնանք։ Տեսանյութների եթերում։ Հազվադեպ է լինում, հələ ես ոքան չեմ դարձել, իմ մաշկի վրա չեմ զգացել, բայց մայրս օրինակ փեսա ուներ, որին շատ էր սիրում։ Հիմա թե չափանիշները փոխվել են, չգիտեմ, ընդհանրապես ոքաշների մասին ինքան անեկդոտներ են պատմում, որ թվում է թե այդքան էլ չէ։ Բայց դա իհարկե, այսպես ասած, կատակային երանգով է, ոչ թե իսկապես այդպես է մարդուց է գալիս, ինչ տարբերություն զոքանչ է թե կեսուր։ Երկու դեպքում էլ մարդուն պետք է սիրեն, ոչ թե ասենք այդ բանը պաշտոնական, այսինքն ճակերտով ասած։ Հայերի մոտ առաջներում այդ պրոբլեմը չկար, այս վերջերս է հայտնվել, երևի տնային պայմանների սղությունից, չեմ կարող ասել, երևի միանշանակ չեմ կարող պատասխանել։ Կարող է սիրեն հարգեն, բայց դե ընդհանրապես հայերի մոտ ընդունված է, որ փեսա զոնքան հարաբերությունները պետք է միշտ լարված լինեն։ Չգիտեմ չի այդպես ավանդույթ է, հայերի մոտ այդպես ավանդություն կա, բայց դե լարվածություն պետք է չլինի ոչ մեկ մեջ։ Չէ որ նա էլ իր կնոջ մայրն է, ծնողը։ Հա, ինչի՞ չէ։ Սովորաբար փեսաները զոքանչներին չգիտես ինչի թշնամի են համարում, բայց կան զոքանչներ, որոնց իսկապես սիրում են փեսաները։ Երբ այն զոքանչը, որը չի խառնվում փեսային տանեկան խնդիրներին կամ չի փորձում աղջկա փեսայի, ասենք, խնդիրները հարցեր իր ձեռքը վերցնել, կարծում եմ սիրվում է փեսայի կողմից։ Չէ, բնական է, որ չպետք է սիրեն եւ ինչու պետք է սիրեն։ Զոքանչնով է, իրանց կնոջ մաման է, որ իրանց հետ չի ապրում։ Սիրելու հարցը որն է, պետք է ընդհանրապես ընդունել, որ իրանց կնոջ մաման է։ Չեմ կարող ասել, դա խիստ անհատական է, կան որ իրար հետ լավ հարաբերությունների մեջ են, կան որ Մի խոսքով տարբեր մարդիկ, տարբեր կարծիքներ, Արմեն ջան։ Դե մեր ժամանակը մոտենում է ավարտին։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ քեզ, որ մասնակցության համար ու ամենակարևորը, որ քո գործերին թող միշտ խաղաղությունը լինի։ Դու քո գեղեցիկ երգով մշտապես ուրախացնում ես բոլոր քո սիրողներին, քեզ սիրողներին, քո հանդիսատեսին։
ու այն ինչ որ նպատակ ես դրել Արմեն ջան, որ շուտապույտ համերգներ, մենահամերգներ, նոր ձայնասկավառակներ, դա աստված որ քո սրտով լինի։ Շնորհակալ եմ։ Ես քո երգերը շատ եմ սիրում, ես քո ցավը տանեմ։ Իպո Դու ջան, լավ մարդ շնորհակալ ես, եմ։ լավ ընկեր ես։ Եվ Շնորհակալություն։ մեր բոլոր պետավտոդեշտության աշխատակիցներին ասել եմ, որ Արմենից նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն դարձրեք։ Հենց խախտում անում արձանագրեք, փող տվողա։ Լավ, Արմեն ջան, ամենայն բարի քեզ։ Իսկ սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ բոլորիդ ասեմ բարի գիշեր, թող ձեր գիշերը բարի լինի, ունեցեք բարի երազներ, փեսա եւ զոքանչներ, հարգեք, սիրեք իրար, թող ձեր ընտանիքներում լինի խաղաղություն։ Դե ինչ, լավ մնացեք, այս գեղեցիկ երգը ավարտական երգն է։ Թող ձեր տրամադրությունը բարձր мна։ Լավ եղեք։ До утра мы гуляем, до утра мы кайфуем, музыканты играют и шабаши бросают. После трудной недели кабаки загудели, коньяки цинан дали, кайф нам не поломали. Сели стопкой в кармане, шелестят мани-мани, слышат шелест девчонки, столу ливнут бабенки. Зеленая капуста, в карманчиках не пусто, нас не ругают таксы, что есть евробаксы. До утра мы гуляем, до утра мы кайфуем, нам не поздно, не рано, не уйдем с ресторана. До утра мы гуляем, до утра мы кайфуем, нам не поздно, не рано, не уйдем с ресторана. Грузии люди Кавказа, состояние экстаза, кайф шашлык, хачапури, в жизни полном ажуре. Икры черной поляна, стол на стол, из кармана в банкоматах купюры не клюют на жабуры. Идти кабак мы любим и до утра там будем, бабла всегда доставки Москвы на Камчатке. До утра мы гуляем, до утра мы кайфуем, нам не поздно, не рано, не уйдем с ресторана. До утра мы гуляем, до утра мы кайфуем, нам не поздно, не рано, не уйдем с ресторана. Зеленая капуста, в карманчиках не пусто, нас не ругают таксы, что есть евробаксы. До утра мы гуляем, до утра мы кайфуем, до утра мы гуляем, до утра